Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կապերկինը իրան թույլ է տվել դիվանագետին ոչհարիր անտակտ վարքագիծ, որի հետ կապված ես ուզում եմ կարդալ եւ իմ գնահատականը տամ դրան։ Ուրեմն ինքը նամակ է հղել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, երկար նամակը չեմ կարդա, ուղղակի ինչ է ասում. Հայաստանի Հանրապետության բնակիչները ինչպես ավագ, այնպես է երիտասարդ սերնդի ներկայացուցիչները սրտի կանչով եկան ռազմական հուշարձաններ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանելու համար մեկնած 600,000 հայերի հիշատակին, որոնցից 300,000-ը տուն չվերադարձան։ Հաղթանակի տոնի նկատմամբ հայ ժողովրդի խոր հարգանքի ֆոնին լայն զայրույթ առաջացրեցին Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանի պատմականորեն կեղծ եւ սրբապիղծ հայտարարությունները, որոնք փաստացի արդարացնում էին հիտլերյան Գերմանիայի ագրեսիան եւ այդ սուրբ օրով հնչեցին երկրի գլխավոր հեռուստաալիքով, հատկապես ցավալի էր նման խոսքեր լսել մի մարդու բերանից, որը ներկայումս ղեկավարում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի հաշվետու շտաբային ինստիտուտը, որի անվանակոչված է հայրենական մեծ պատերազմի անվանի զորավար Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանի անունով։ Ինչու՞մ է կայանում այս անտակտությունը։ Նախ, եթե խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանից 600,000 մարդ է մասնակցել, այդ ժամանակ Հայաստանի բնակչությունը 1,360,000 էր։ Այսինքն երեխաներին, կանանց էլ հաշված 44% այդ պատերազմին մասնակցել է։ Մենք ունեցել ենք այդ վերաբերմունքը դրան, բայց մենք որպես Հայաստան մենք ենք որոշում, թե մեզ համար եթե հանկարծ Խորհրդային Միությունը կործանվեր, մենք կարող ենք մտածել այլընտրանքային տարբերակ ունենանք, թե չէ որ Հայաստանը ոտատակ չգնար ու կործանվեր, ու այդ այլընտրանքը փորձել են գտնել այլ ճանապարհով։ Թե Արծրուն Հովհաննիսյանը ինչ է ասել կամ մարդիկ ինչ վերաբերմունք ունեն նրա նկատմամբ, դա լրիվ այլ հարց է։ Իր ձևակերպումները շատ բաներ անճիշտ էին եւ շատ բաներ նորմալ ձևով չներկայացվեց ու չպարզաբանվեց, որի մասին ես էլ եմ խոսել։ Բայց ով ես դու, որ դու գաս ինքնիշխան պետությանն ասես այն պատերազմ, որի մեջ մենք տոկոսային հարաբերությամբ ավելի մեծ ներդրում ենք ունեցել, քան Ռուսաստանը, մի հատ գաս բացատրես, թե մենք Հայաստանի ներսում ինչ բանավեճ իրականացնենք, թե կողմերը ինչ կարծիք ունենան իրանց մասին։ Սա այնա, որ պետք է կանչեն, նամակ ես գրել պաշտպանության նախարարին, պետք է կանչեն արտգործնախարարություն, մի հատ նոտա դնեն թևի տակ ու ասեն այդ նոտան կտանես ոտով Մոսկվա, ոչ թե դիվանագիտական փոստով կուղարկես։ Սա է վերաբերմունքը։ Դու Խորհրդային Միության դեսպանն ես, եկել ես Խորհրդային Միության շահեր ես պաշտպանում։ Դու Ռուսաստանի դեսպանն ես, Հայաստանն էլ ինքն է որոշում ինչ բանավեճ իրականացնի իր երկրի ներսում, ում մեղադրի, ում արդարացնի։